Գալ թե չգալ 2015 թվականի ապրիլի 24-ին հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, ընդունել Հայաստանի արտաքին գործերի նախարարի միջոցով նախագահի հրավերը եւ Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դնել հայոց անմեղ զոհերի հիշատակին նշանակում է ընդունել 1 դար առաջ կատարված ոճրագործությունը։ Իսկ մերժելով հրավերը եւ ներկա չգտնվելով Թուրքիան եւս մեկ անգամ կապացուցի, որ չի ցանկանում առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ։ Երկու դեպքում էլ Հայաստանը հաղթանակած է դուրս գալիս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Թուրքագետի կարծիքով կատարվածը լավ մշակված եւ նախաձեռնող դիվանագիտական քայլ էր միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ մենք գնդակը մեր դաշտում պահելու փոխարեն գլորում ենք Թուրքիայի դաշտ։ Սակայն պետք է հարցին նայել Թուրքիայի տեսանկյունից։ Անհավանական չէ, որ Էրդողանն իր փոխարեն կուղարկի Ահմեդ Դավութօղլուն, ով իր ոճին համապատասխան, ինչպես այս տարի ապրիլի 24-ին հանրությանը կուղղի իր մեսիջը, գլուխ խոնարհելով ոչ միայն հայոց անմեղ զոհերի հիշատակին, այլև թուրք եւ մյուս մուսուլման ժողովուրդների։ Մենք կասենք, որ մենք հաղթեցինք, որտեղ իրանք եկան, բայց եթե նման մեսիջներ գնան ու նման մեսիջները շատ ավելի բարձրաձայն լինեն, բնականաբար մենք գիտենք, որ ինչ լավ հարաբերություններ ունի Թուրքիան CNN-ի եւ BBC-ի, ինչքան փող կդնի դրա մեջ, արդյոք մեծ զռնտու կլինի, որ ապրիլի 24-ի այդ հայոց ցեղասպանության մեսիջի հետ զուգահեռ այդ մեսիջը խառնվի Խոջալուի, այդ մեսիջը խառնվի թուրքերի զոհերի մեսիջների հետ։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ մեսիջները լրացնենք եւ միջազգային հանրությունը միայն խոսի նրա մասին, որ այ Թուրքիան եկավ եւ գլուխ խոնարհեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խոսելով Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, թուրքագետ Արտակ Շաքարյանը նկատում է, որ ոչինչ չի փոխվել։ Ղեկավար Էրդողանը մնացել է ղեկավար, օգնական Դավութօղլուն մնացել օգնական։ Էրդողանը այսօր չի բավարարվել իր հաղթանակով, ինքը մտածում է 2015-ի հունիսի ընտրությունների մասին։ Նախագահական ընտրությունները Էրդողանի համար սկիզբն էին ընտրությունների։ Հզոր նախագահ դառնալու համար Էրդողանը պետք է 2015-ի խորհրդարանական ընտրություններին ճնշող մեծամասնությամբ հաղթանակ տանի, որպեսզի խորհրդարանում ունենա բավականաչափ պատգամավոր, որպեսզի կարողանա փոխել սահմանադրություն ու դարձնել ինքն իրեն ուժեղ։